Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-531 եւ հայաստանյան 060 3511 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ գրող հրապարակախոս Ռուզան Ասատերյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան էջում եւ YouTube-յան։ Բարև ձեզ Տիկին Ասատերյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բարի ողջույն, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Ասատերյան, մի քանի թեմա եմ առանձնացրել, որ այսօր հասցնենք ձեզ հետ քննարկել, բայց թեման սկսենք ձեզնից։ Բանից պարզվում է դուք ունեք բիզնեսներ, ունեք մեծալցակայաններ, բավականին հարուստ ընտանիք եւ զբաղվում եք հասարակական քաղաքական գործունեությամբ, մարդկանց աչքերին թոզ եք փչում։ Ինչու՞։ Իհարկե, սա շատ կարևոր հարց էր, արդեն երրորդ օրն է ես տարապում եմ այս ահավոր ահռելի կեղծիքի պատճառով, որովհետև գուցե թուրիմացություն, գուցե տեսեք, երկու օր առաջ երեկոյան ուղարկում են ինձ մի տեսագրություն ABC մեդիայի ուրեմն թողարկած եւ գնում այնտեղ խոսակցություն Վաղարշապատի նախկին քաղաքապետարանի Դիանա Գրիգորյանի սկեսուրն եք դուք։ Դիանա Գրիգորյանի, որին հետ ես այսպես ոչ մի հարաբերություն չեմ ունեցել, չեմ էլ ճանաչում մոտիկից, պարզապես գիտեմ, որ աղջիկը նշանակված եւ նույնիսկ զարմացա, ասեցի, այդ հսկայական տարածքը սա ինչպես կարող է իր վտիտ փխրուն էությամբ կառավարել։ Ինչևէ Ուրեմն այնտեղ նշված էր, որ Դիանա Գրիգորյանը թաղված է կոռուպցիոն խնդիրների մեջ, որ նրա սկեսուրը, ուրեմն սկեսուրը Ռուզան Ասատերյանը, այսինքն ես, իր սկեսուրն եմ։ Ես տղա չունեմ, ես ասեմ, որ իմ սիրելի ընթերցողները իմանան, ես ունեմ երկու դուստր, որ նրա սկեսուրը Դիանայի միջոցով, ուրեմն կոռուպցիոն հարաբերությունների մեջ է մտել, գնել է հողատարածքներ եւ զբաղվել շինարարությամբ, որտեղ էլ գտնվում է նրա հիմնադրած Նարէ Պլյուս ՍՊՀ։ Այ քեզ բան։ Եվ նրա ամուսինը Աշոտ Միրզոյանը զբաղվում է Վաղարշապատի տարածքի Էջմիածնի բենզալցակայաններով։ Այ քեզ բան, պարզվում է, ես բավականին հարուստ եմ, որ ես ուրեմն տղա, չգիտեմ, այս ինչ զարմանալի բան է։ Ուրեմն դա իսկապես շոկ առաջացրեց ինձ մոտ, որտեղ մի հոգի, որտեղ ժողովուրդը ինձ ճանաչում է, գիտեն ինձ որպես բարոյական բարձրարժեք միլիտար անձնավորության վերջ, ես այն մտավորականն եմ, որ այսպիսի երևույթների դեմ եմ պայքարում։ Ընդ որում ձեր լուսանկարն էլ է այնտեղ եղել, բացի այնտեղ իմ լուսանկարը, այն էլ այնպիսի մի լուսանկար, որը վկայեց, որ այդ լրագրողը, ով որ տեղադրել է, բառից բունիմաստով անգրագետ է, անտեղյակ, լրագրությունից մազաչափ գաղափար չունի, պատահականորեն հայտնվել է այդտեղ կոպեկների համար, թե ինչի համար ես չգիտեմ, ես իրավունք ունեմ ամեն ինչ ասելու իրեն։ Տիկին Ասատերյան, քանի որ մեր գոլեգաների մասին ենք խոսում, գուցե համարենք, որ դա թուրիմացություն է եղել, այստեղ ավելի շատ գուցե նա էր, որ թեկուզ թուրիմացության կամ սխալի պատճառով մի մարդու ամբողջ կենսագրություն, կյանք աղավաղել էր, եւ շատերը այստեղ խնդիրը սա է, այդ թուրիմացությունը կարելի է շտկել, ներքին Երբ որ ես առարկեցի, ցանկացած մարդու հետ կարող է դա լինել, բայց 150 հոգի արագ կարգով գրառումներ արեցին, էլ Ամերիկայից, աշխարհի տարբեր ծայրերից, Տիկին Ասատերյան, սա ձեր մասին չէ, ինչ է կատարվել։ Ուրեմն բոլորը զարմացած են, ինչ է կատարվել։ Ուրեմն այս փոքրիկ կատնակերը նոր մտել է լրագրության մեջ, որպեսզի իր գործը հեշտացնի, բնական է, ես հանրային ճանաչում ունեցող անձ եմ եւ մեզանից յուրաքանչյուրի հետ դա կարող է պատահի, եթե մի, այսինքն չիմացող մարդ աշխատի նման վայրերում։ Ուրեմն փաստորեն նա գրում է Դիանայի սկեսրոջ անունազգանունը Ռուզան Ասատերյան, պարզում է նայել է Ռուզան Ասատերյան։ Ես իհարկե, երբ որ ինքը ներողություն խնդրեց եւ հերքումը ուղարկեցին, անմիջապես հերքումը ուղարկեցին 2 ժամ, 3 ժամ հետո, այլապես ես արդեն դիմել էի փաստաբանի եւ ուզում էի անպայման դատարան տալ եւ շատ բարձր գիր դնել իմ արժանապատվությանը կպտելով համար։ Ուրեմն իրենց ներողությունները իհարկե եթե ինձ տեսնեին եւ ես գիտեմ ինչպես իրենց երես առ երես կասեի, իրենք լաց կլինեին, որ այդպեսի խայտարակ
բան են արել։ Ուրեմն այնքան անտեղյակ են, որ չգիտեմ բիզնեսմենի կինը իսկապես չէր կարող Մակի գրասենյակի առաջ դրոշի Արցախի դիմացը դրոշի։ կանգնած բարձրախոսը ձեռքին խոսել։ Իսկ ես այդ օրը ուրեմն մենք հանրահավաք էինք կազմակերպել Հակարի կամուրջի բացման կապակցությամբ, որպեսզի շրջապատումից դուրս գար, շրջապատումից դուրս Գրողներով գար։ եք, մտավորականներով եք այդ օրը, Մտավորականներ կային այնտեղ շատ հավաքվել էինք ու ես խոսում էի այդ մասին։ Ուրեմն ես ինչի համար եմ պայքարում, այս անմեղսունակները ինչ են անում ինձ հետ, եւ սա կարող էին անել նաեւ մեկ ուրիշի հետ, ասենք իմ նման, մեկը որը ճանաչում ունի իրեն նվիրել է հայրենիքին, հայրենիքից դուրս աշխարհ չի տեսնում, որ ամեն մի բառը իմ համար հայրենիք է, ու հանկարծ այսպիսի փակ աչքերով մեկը նման գործողություններ է կատարում, խաղում է իմ վարքի հետ, իմ արժանապատվության հետ։ Ինչևէ, ես իրեն չեմ վստահում եւ զանգահարում եմ 3 վաղարշաբաթ ինձ ճանաչող մարդկանց եւ խնդրում եմ գնալ եւ հետազոտել Դիանայի սկեսուրը, ինչ է Դիանայի սկեսրոջ անուն ազգանունը։ Եվ 15 րոպե հետո զանգում ինձ ասում են Տիկին Ասատրյան, այդ կնոջ ազգանուն անունը Ռուզան Ասատրյան է եւ բժշկուհի է աշխատում, նա բժիշկ է։ Հիմա պատկերացնում եք, իհարկե ես այսպես հիմա ձեզ այսպես հանգիստ պատմում եմ, չէ, բայց իմ ճնշումը բարձրացել է, ես տես հիպերտոնիկ հիվանդ եմ անընդհատ բարձրանում, իջնում է շատ է բարձրացել, շտապօգնություն ենք Ինչու մի պահ փորձեք ձեկ 1 օր ապրել այդ կյանքով։ Արդեն գիտեք ինչ, հետո հումորով ընդունեցի, Հումորով էր պետք, ասացի, այո, բան ինչ վատա, որ ես չեմ իմացել, որ բիզնեսմեն ամուսին եմ ունեցել, այդպիսի հնարավորություն, որ շենքեր ունեմ կառուցած, ուր էր այդպիսի մի բան լիներ, ես անակնկալ մատուցեի այն մարդկանց, որոնք բնակարան չունեն, ասի այդ կառույցներից մի քանիսը կտայ բնակարանների։ Բնակարանից դուք գնդապետ Ղումաշյանին աջակցում եք, գումար եք այստեղից այնտեղից հայթայթում, որպեսզի զենքի արտադրություն եւ այլն։ Ինչու սրա նրան խնդրում, որպեսզի մենք մեր բանակը համալրեինք, այսինքն այստեղ չտեղեկացվածությունը, անգրագիտությունը եւ մնացած հարցերը դառնում են այսպիսի փոքրիկ չնկատված, չտեսնված, չսպասված երևույթներից կարող են այնպիսի մեծ բաներ եւ նույնիսկ դժբախտություն առաջանալ։ Մարդը կարող է տեսել, եթե ճնշումս այդպես էր եւ կողքից էլ մարդ չլիներ, գուցե ինձ հետ ուժբան կատարվեր, որտեղ դա անակնկալ էր։ Ես կյանքումս առաջին անգամ այդպիսի թունավոր բան են գրում իմ մասին, որին ընդհանրապես կապ չունեմ։ Ես ինչ կապ ունեմ։ Այդ Դիանան իր համար ապրել է իր տունը, իր ընտանիքը, եւ վերջապես նրա ամուսինը, ես ասում եմ, իմ ամուսինը 25 տարի առաջ իմ բացահայտված, բայց հանցագործությունների, հանցագործ ընտանիք կամ չգիտես։ Հիմա տեսեք խնդիրը ինչու է։ Այստեղ բացի այդ աղջկա անտեղյակությունից, միամտությունից, փաստերը չստուգելու այդ անկարողությունից, որտեղ շատերին թվում է, որ բարձրախոսը եթե իրենց ձեռքին է, ուրեմն իրենք ամեն ինչի իրավունք ունեն։ Ես այսօր այս երևույթներից հետո երկար մտածեցի մեր Հայաստանի լրատվության մասին։ Պետք է ասեմ, որ Հայաստանում հաճախ մենք խոսում ենք, որ այս ատելությունը չի վերանում, որ իրար նկատմամբ մարդիկ այսպես էստոնով են խոսում։ Գիտեք խնդիրը ինչու՞մ է։ Այս ատելության, որ այսպես գարչ ձևով նստել է մեր երկնքում, մեր վայր չի իջնում, չի հեռանում, պատճառը 80% լրատվությունն է։ Ասեմ ինչու։ Որովհետև կարդում ես դրանց գրառումները, այնպիսի սենսացիոն վերնագրեր են սկանդալային, որ գրավեն մարդկանց։ Տեսեք, 1-2 լայքի համար, իրենց 1-2 կոպեկի համար այդ ոնց ասեմ, թույլ հացակերները, որոնց մեջ քաղաքացիությունը բացակայում է, իսկ լրագրողի մեջ առաջինը պետք է լինի քաղաքացիությունը։ Տեսեք, նրանք այսպես ատելությամբ, ամենավատ բանը, ամենավատը եթե ասեն, ուրեմն իրենց նյութերը կկարդան, ուշադրություն կդարձնեն։ Էլ չեն նայում, որ մենք հասարակությանը որպես դեղատոմս, որպես էլիքսիր, պետք է անպայման դրական բաներ տանք, սեր տանք նրանց, ասենք, որ լավ է լինելու։ Մի երկու անգամ ես այդպես փորձ արեցի, ձեզ մոտ եմ ելույթ ունեցել, դրական եմ խոսել, չեմ ուզեցել ուղղակի վատ բան ասել։ Այդ վատը ես ինքս 1000 տարվա լրագրության փորձ ունեմ, 3000 հոդվածների հեղինակ եմ։ Ես գիտեմ, որ բառը որտեղ ինչ է լինում, հայացքից անգամ կռահում եմ, թե դիմացին է մտքին ինչ կա։ Այսինքն ես ամեն ինչ եմ տեսնում, բայց այդ բոլոր բաները չեմ ուզում հրապարակել, որպեսզի կարողանանք մարդկանց մեջ մի փոքր փապկացնել այս միջավայրը։ Ինչևէ, այն անձին, օրինակ տեսեք 44 օրյա պատերազմի ժամանակ
1000 անգամ ասեցինք, ես էլ եմ գրել, միասին էլ խոսել ենք, ուրեմն գնում էին, նկարը հանում էին պատերազմի դաշտը, ցույց տալու համար, որ իրենք այնտեղ են եղել, գալիս էին գցում էին Համացած եթեր, համացած, այդ ինքնուրույնությունը անմիջապես կրկնվում էր, թշնամին արագ տեխնիկան զարգացած էր, նկատում էին տեղը եւ ռմբակոծում էին մեր տղաներին։ Ահա թե ինչ է անում անգրագիտությունը։ Մի լրագրությունը, այն անձը, այն լրագրողը, հիմա ես ասում եմ թող իմանան, ինչ է անում Հայաստանի ժուրնալիստների միությունը։ Ժուրնալիստների միությունը մի անգամ համագումար չարեց, չվերցրեց, չքննադատեց ոչ էֆոդում հայտնված այս հերոստատեսային հաղորդումները, ոչ թերթերում տպագրվող հոդվածներն ու նյութերը, ես չգիտեմ ինչով նրանք զբաղված։ Հայաստանը ունի մեկ պետություն, Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանում կատարվող յուրաքանչյուր երևույթ պետք է գնա այդ պետության հզորացման համար, ոչ թե հզորացման դեմ։ Մինչդեռ այսօր ես նկատում եմ անկախ այս երևույթից, սա իմը չէր, սա ինչ էր որ ինձ համար։ Ես որ այդպես սուր հարցեր եմ բարձրացնում, բնականաբար մի անգամ սա այսպես փակագծի մեջ ասեմ, գրել էի հարուստների պերճանքն ու աղքատների թշվառությունը վերնագրով հոդված գրական թերթում, առավոտյան Լևոն Անանյանը զանգեց ինձ, լույսիշներ հիշատակին, ասեց Ռուզաննա Սատրյան, քեզ խարագիրի ենթարկեն, որ դու մի քիչ զգուշ լինես, ես ինչ ես արել, ուրեմն միշտ այդպես եմ արել, քննադատել եմ ամենասուր ձևով, բայց ճշմարտությունը, գնացել եմ բազում հետքերով մինչև վերջին ուսումնասիրել նոր տվել եմ, բա դու նկար ես գցում, դու չես ասում, մի հատ ես նկարը տեսեմ, նկարի թիկունքում ով է կանգնած, այ աղջիկ, դու կարող էիր ինձ հետ այդ նժարի կողքին կանգնել եւ ասել հա ես, գիտեք, այսպես է 10 անգամ էլ ներողություն խնդրեմ, ես չեմ մոռանա եւ չեմ ներում այդպիսի կաթնակերներին, որոնք կարող են հասարակական կարծիք իբրև թե իրենց ասելով ձևավորել, չի կարելի, բոլոր լրագրողներին եմ դիմում։ Այո, շատ լավ անհատականություններ կան լրագրողների մեջ, կոնկրետ ասենք ձեր մոտ ես չեմ ուզում, ինչպես դուք իմ առջևում նստած եք, մշտապես ես ձեզ մոտ եմ գալիս, որտեղ հարգանք ունեմ ձեր նկատմամբ, որովհետև տեսեք ուրիշ տեղեր այդպես ես չեմ սիրում գնալ, որովհետև կան բաներ, ես հոգով եմ զգում դիմացինը, զգում է հայրենիքը, եւ այն հարցերը որ տալիս է արհեստականորեն է անում, թե հոգու ցավ ունի իր մեջ։ Այդպես է, օրինակ դուք Գանի Առաքելյանը, տնօրենը Հարությունյանը, մյուսները այստեղ ձեր մոտ, ես ասեմ օրինակ Նարեկ Կիրակոսյանը, այո ես հավանում եմ նրան, որքան էլ ուրիշները ասեն թե որ ինքը շատ էսպես բան, շատ սուր միտք ունի, այո շատ սուր միտք ունի եւ դիպուկ քայլում է մինչև վերջ, գնում է մինչև վերջ, լրագրողը այդպես պետք է լինի, ոչ թե իր եսի համար է ներկայացնում։ Ընդ որում Տիկին Ասատրյան, լրագրողներն են արդեն թիրախավորվել, այնպես չի որ գուցե իրավիճակն է, գուցե լրագրողները փորձում են բացահայտել այն ինչի մասին ուրիշները չեն խոսում, մի խոսքով։ Ես չեմ ուզում ասել կոնկրետ որտեղ, բայց ինձ հետ դեպք է պատահել Արմավիրի մարզի հետ կապված, երբ տեսանք որ պատառոտված դրոշներ են ճանապարհի եզրին, այնտեղ պաշտոնյաներից մեկը կար, որին ես եւ Սպուտնիկ Արմենիայի լրագրողներից մեկն էր, տեսանք եւ հարցեցինք ինչու է վիճակը այդպես եւ հակառակ լրիվ ռեակցիա եղավ, դուք լրագրողները ծրում եք, ընդհանրապես հաճելի չէր, որ պատառոտված դրոշներն էին։ Շուրթը նյարդացած վիճակում է, սա է խնդիրը, նյարդացած, դրա համար եմ ասում, պետք է աշխատել։ Այսօր բոլորներ իրենց աշխատանքները բավականին շատ դժվար են անում, դժվար իրավիճակ է, ծանր իրավիճակ է, պատասխանատվությունը բավականին մեծ է եւ մի փոքրիկ թյուրիմացությունը կարող է կյանքեր, ճակատագրեր, այնպես որ պետք է բոլորս զգոն լինենք։ Բոլորս, ամեն մեկս յուրովի մեր մեջ պետք է աշխատենք կանխել այս վնասը։ Հայաստանի մթնոլորտից պետք է հեռացնել այս չարախոսությունները, իրար նկատմամբ այս ատելությունը։ Գիտեք ինչ, ես միշտ հայ ժողովրդի միասնության կոչ եմ անում։ Բայց տեսեք, եթե քանի հազար անգամ եմ ասել, եթե այսքան կուսակցություններ է ստեղծվել եւ ամեն մեկը յուրովի ունի իր ծրագիրը, Հայաստանը երբեք չի կարող։ Հայաստանի ծրագիրը որը պետք է լինի, մեկը բոլորի համար եւ այդ ծրագիրը որն է, հզորանալ, պաշտպանել մեզ, հզորանալ, իրենք գիտակցեն, որ Հայաստանը սա մեր տունն է, մեր օջախն է եւ ամեն գնով պետք է պաշտպանենք։
Մենք ուրիշ տեղ չունենք էլ գնալու։ Բավական է։ Մեր ինքնաճանաչումը, աշխարհաքաղաքական չգիտությունը հայերիս, այս բոլորը տանում են նրան, որ մենք անընդհատ տանուլ ենք տալիս, անընդհատ տարածքային կորուստներ ենք տալիս, անընդհատ վնասներ ենք կրում։ Հիմա այս մի կարճ ժամանակամիջոցում այս արհեստական խաղաղությունը, որ այսօր տիրում է, թեկուս արհեստական լինի, թեկուս մենք այս խաղաղությունից պետք է օգտվենք եւ հզորացնենք մեր երկիրը, հզորացնենք, բերենք բալանսի այն պետությանը, որը անդադ մեզ սպառնում է։ Մեր ամբողջ նպատակը պետք է լինի դա, որ մենք կարողանանք մեզ հզորացնել, ոչ թե իրար ետևից ենք, սրան բամբասեն, նրան գցեն, ինչ է պատահել։ Իշխանություն, գիտեք թե իշխանությունը այդքան հեշտ է, ովքեր որ իշխանության մեջ չեն եղել, նրանց թվում է թե այդ իշխանությունը երազանք է։ Հայաստանում էլ բան չի մնացել, որ թալանեն քամեն երկրի արյունը, երկրի ազգային հարստությունը վերացնեն, չկա այդ բաները։ Բոլորը արդեն օֆշորներով, տարբեր տեղերով բաժանված են իրար մեջ։ Հայաստանը պետք է ապրի, Հայաստանը ասում ենք, բայց չենք տիրապետում ու չենք հասկանում։ Այսօր առավոտյան այստեղ գալուց առաջ ես ուրեմն միացրեցի Արարատի մասին Տիկին Ասատրյան դրա մասին խոսենք Կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, քիչ անց կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ, այժմ գովազդային դադար մեր եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը։ Տիկին Ասատրյան, ձեր միտքը դուք ավարտեք Արարատի հետ կապված, այսօր ասացիք, որ ինչ որ նյութ եք կարդացել, ինչ որ բան եք լսել, որից հետո քանի որ սկսեցինք վաղաշաբաթից, ուզում եմ նաեւ իմանալ ձեր
տեսակետը ընդհանրապես վաղաշապատի արդյունքները ինչպիսին են, հատկապես որ Նիկոլ Փաշինյանը շատ մեծ գնահատական տվեց այնտեղի կուսակիցների հաղթանակի հետ կապված եւ ըստ հանրության սա հաղթանակ է նրա համար, որպեսզի ի վերջո վեհափառին կարողանան դուրս հանել մայր աթոռից։ Ուրեմն Արարատի մասին ֆիլմ կար, բայց այս ֆիլմը նման չէր մյուսների։ Այստեղ հատված առ հատված ցույց էին տալիս Նոյան Տապանի հայտնաբերված հատվածները, սեփագրերով գրված այդեղ խոսքերը, հիշատակությունները եւ բավականին լուրջ բաներ։ Ինչու էր լուրջ, որովհետև նախ այդ մասին շատ քիչ ասում 46 թվականին ռուսական ուրեմն հետազոտողները բարձրացել են այնտեղ եւ գտել են սառույցների մեջ իսկապես գոյություն ունի Նոյան Տապանը, այդ որ ասում են ֆանտազիա, հիմա թուրքերը արգելել են հյուսային այդ հատվածը ուսումնասիրել եւ այնտեղ ասում է այդ գտնված սեփագրերը այլ դրանք դե բնական է Արարատը Հայաստանի տարածքում է, Արարատից է սկսվել Շատերին ձեռք չի տալիս արդեն։ Ուրարտուն, այո, ասորժեն լեզվով է Արարատ, իսկ մեր մոտ դա Ուրարտուն է եղել, իսկ ուրարտական թագավորության մասին այնպիսի հետաքրքիր բաներ կա, որ աշխարհում առաջի խոշոր կազմակերպված պետականություն ունեցող երկիրն է եղել։ Այսինքն խնդիրը ինչու՞մ է, այդպիսի սրբազան երկրի, սրբազան լեռան փեշերին ապրող այս հրաշալի ժողովուրդը պետք է կարողանա ինքը իրեն գտնել։ Պետք է այդ լեռան վեհությունը իր մեջից, իր ինքնությունն ու Արարատի վեհությունը երբեք չպետք է առանձնացնել։ Հայ ժողովուրդը պետք է կարողանա շտկել իրեն։ Այ իմ ամբողջ խնդիրը, հոգսը, մտահոգությունը, ամեն օրվա գրառումները թե ուզում եք տող, այ մարդկային հոգիներին ազդական չէ, որ փոխեք ձեզ, որպեսզի մեր սերունդը կարողանա ապրել այս օրի վրա։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ որտեղ խոհափիլիսոփայական այդպիսի գրառումներ է կատարում, նույնիսկ վաղաշապատի ընտրությունների հետ կապված միտք արտահայտեց, որ ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի մասին, իսկ քաղաքացիական պայմանագիրը կյանքի մասին, դրա համար վաղաշապատի ժողովուրդը ընտրեց հենց կյանքը։ Ուրեմն սկսել է շատ վաղուց արդեն ինչ այս դեպքերը կան, կարդալ Աստվածաշունչը եւ այնտեղից ինքը առանցին հատվածները վերցնում, վերլուծում, մեկնաբանում եւ տալիս է։ Բայց դրան զուգահեռ արդեն քաղաքական գրառումները ինչ որտեղ եւ նաեւ անհանգստացնող են լինում, օրինակ դուք նոր լիցք տվեցիք սրբության սրբոցը, որպեսզի մայր աթոռից հեռացնենք կաթողիկոսին։ Գիտեք, այստեղ մի քանի խնդիրներ կան։ Կաթողիկոսը Իմիջայլոց ես ասեմ, որ այն ժամանակ Որում ես եմ ասում կաթողիկոսն է, միշտ նշում եք Կտրիչ Ներսիսյանից Ասատել Մայրաթոռը։ Երբ որ Արարատյան թեմի առաջնորդն էր, առաջի մեծ հարցազրույցը ինքս եմ արել կաթողիկոսի հետ։ Ամեն ինչ նրան ասում են Կտրիչ Ներսիսյան։ Այո, Կտրիչ Ներսիսյանը շինարար մեր պատմության մեջ ինքը համարվում է շինարար կաթողիկոս, որտեղ բազմաթիվ եկեղեցիներ է կառուցել եւ այլն։ Բայց այստեղ խնդիրը շատ բարդ է, ավելի հեռուն է գնում, քան մենք կարող ենք այդ թեման շոշափել, ես չեմ ուզում դրան անդրադառնալ, չնայած կան բաներ, այդտեսեք ասում եք, չէ, կան բաներ, որոնք ինձ թույլ են տալիս, որ այդ մասին խոսեմ, հենց կապված իրավիճակն է թելադրում հենց մեր կապված մեր եկեղեցու իրենց արարքների եւ այլ գործերի հետ։ Ես ձեզ ասացի, չէ, օրինակ մինչեւ այսօր բարձվել է թե Պոզապալյանը ինչպես է մահացել։ Ոչ ոք չգիտի այդ հրաշալի մարդը ինչպես եղավ, որ առավոտյան գտան իր աշխատասենյակում մահացած, քարով խփել էին գլխին, մահացել էր։ Նա շատ խելացի, նաեւ բանաստեղծություններ էր գրում եւ ես խոստացել էի, որ այդ գիրքը եթե ուզենա տպագրել, անպայման առաջաբանը կգրեմ եւ կօգնեմ իրեն, որ տպագրվի։ Այդպես էլ չեղավ։ Շատ հարցեր կա։ Բայց եթե եկել է պահը, ինչ է ուզում մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդը գիտեն, որ Վատիկանը ամեն կերպ աշխատում են, որպեսզի հայ առաքելական եկեղեցին, քանի որ նրա անունը կապվում է Սրբազան լեռան Արարատի հետ, շատ հարցեր կան, որ նա կորցնի իր
չափն ու կշիռը աշխարհում, որովհետև հայերս աշխարհի առաջին քրիստոնյա ազգն ենք եւ աշխարհի կողմից մեծագույն հարգանքի արժանի, որտեղ քրիստոնեությունը մի հատված է, մուսուլմանությունը մի, բուդդայականությունը մի այլ հատված եւ ամեն մեկը ունի իր կրոնի նկատմամբ իր պաշտամունքն ու քանակը։ Հետևաբար մեր պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ կաթողիկոսները իրենք են հեռացել։ Եթե իրենք չեն հեռացել, այդ դեպքերը կատարվել կաթողիկոսների հետ։ Դրա համար պետք է վեհապարը ճիշտ գիտակցի, թե ինչ է կատարվելու Հայաստանում եւ դրա հետևանքը ինչ է։ Գուցե այսքան երկար չշարունակվեր իր զավակ ունենալու մասին այսպես երկար չտարածվեր, եթե հենց այն առաջի օրերից ես այդ մասին գրեցի, աշխատեք շուտ կանխել այս երևույթները, որտեղ որքան խորանա, այնքան շատ բաներ կպատվի։ Տեսեք հետևանքները, որ կարգալույց քահանաները պատարակների են մասնակցում, Նիկոլ Փաշինյանը հենց գնում է այդ պատարակներին, այսինքն հետևանքները շապատել են։ Այսպես հերթով գնալու է եւ հերթով բոլոր եկեղեցիները շուտով, շատ շուտով բոլորը պատարակներ կանեն, կգնան եւ կգա այնպես, որ ինքը կմնա մենակ։ Ինչու այդքան տարիներ աշխատելուց հետո անպատվաբեր ճանապարհով հեռանալ գահատորից։ Պետք է Բայց այսպես էր, որ հեռանա նորից անպատվաբեր է նշանակում իշխանության առաջ քաշած թեզերը բոլորը իրականություն են։ Գիտեք, պետք է ընդդիմանալը հենց դրա մասին է, չէ, որ իշխանությունը ստեր է կերակրում։ Այս երկբևերը պետք է իրար կողքի նստեն աշխարհի մեծերի միջամտությամբ եւ պարզեն։ Այսինքն մենք այնքան անկարող ենք այստեղ ներսում մենք չի լուծելու։ Մենք մեր ներսում չենք կարող լուծել, որտեղ ժողովրդի համար կրոնը հավատքը եւ եկեղեցին է եւ այդ եկեղեցու ղեկավարը կաթողիկոսը։ Աշխարհի մեծերն էլ եթե միջամտեն դառնալու է, որ արտաքին միջամտության շնորհիվ եւ այդ ժամանակ կախվածություն ենք ունենալու հենց այդ կարգավորողներից, չէ՞։ Տեսեք Թրամփը ոնց է բոլոր տեղերը հանդիպումներին երբ գնում հիշեցնում են նորից Պուտինին հիշեցրել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունը ինքն է լուծել այդ երկար ժամանակ ձգձվող պատերազմը։ Նենց որ այս հարցում էլ եթե միջամտություն ունենանք, մեզ հիշեցնելու են եւ օգտագործելու են այդ որպես խաղաքարտ։ Ինքը իր բիզնես ծրագրերն է լուծել, այսպես մեկ նախտասությամբ ասեմ։ Իսկ այս խնդրում մեկ հարց կա, որը կարող է լուծել այս խնդիրը։ Հայրենիքի համախմբման եւ հզորության հարցը։ Եթե հայրենիքը Հայաստանը որպես պետություն, որպես ազգային կենտրոն, հավաքական ուժ իրենց մեջ ավելի հզոր է, քան իրենց անձնական նկրտումներն ու ոնց ասեմ սկզբունքները, պրինցիպները անձնական, ուրեմն այս կռիվը երկար կտևի։ Այսինքն երկուսին է վերաբերվում, թե մայրաթոռ, թե կառավարություն։ Այո, պետք է կարողանալ կոնկրետ գտնել, ինչ է պատահել, եթե հանդիպեն իրար, հանդիպեն եւ զրուցեն, երկուսն էլ հայերեն հասկանում են, հայերեն գիտեն, խոսեն, ասեն այսպես է հարցը։ Եկեք բարձրացնենք։ Վարչապետը արդեն իր այդ պատարակների մասնակցությամբ բոլորին ուզում է ապացուցել, որ իր համար շատ կարևոր է մեր կրոնը, մեր հոգևոր դասին հարգանքը մատուցում են նույնիսկ կարգալույց եղած քահանային մի խոսքով անդադ ուզում է ցույց տալ, որ Գիտեք Տիկին Մարի, այստեղ մի ճշմարտություն կա այս հարցում։ Տեսեք, ես չեմ ուզում դարձյալ, չեմ ուզում վատ խոսել, չեմ, որտեղ ժողովուրդը ինձ սպասում է, թե ես ինչ պիտի ասեմ։ Իմ ասելիքը այլ բան է։ Իմ ասելիքը իմ ներսում է, ես այդպես չեմ կարող բացահայտ ասել։ Եթե ասեցի, էլի նույն այդ մթնոլորտի մեջ էլի կգնա իրար հանդեպ ատելությունը կգնա, սիրելի ժողովուրդ, ես դրա համար ինչպես ասում եք շատ դժվարությամբ եմ բառերը հանում իմ միջից, որովհետև շատ լավ գիտեմ թե ինչ է կատարվում։ Սա այդակելու դեպքում այո։ Բայց երբ որ հանդիպեն միմյանց հետ, իսկապես իրար հետ, երկուսն էլ համարձակ են այդ հարցերում։ Երես առ երես, երկրորդ, երրորդ անձի ներկայությամբ թող հանդիպեն։ Հանրապետությունում, այսինքն վերցեն Տիգրան Մանսուրյանին տանեն այնտեղ նստացնեն եւ ասեն երկուսով խոսեն։ Հասկանալի է, այսպես ինչ որ մի բան պիտի լինի իրար հետ հասկանան իրար, ասին որ դու կարք ես խանգարել։ Դու իրավունք չունեիր որպես Աստծո ծառա, լիազոր ներկայացուցիչ, ամբողջ մի ազգի կողմից վստահված անձ, դու ամուսնացել ես, կարք ես խանգարել, այ ընկեր։ Դրա համար էլ ես քեզ ասում եմ դու պիտի հեռանաս։ Սա է, ժխտիր ինձ մոտ, ապացուցիր, որ դա այդպես չի, ես կլռեմ։ Գիտեք, խոսելու բան կա,
ժողովրդին այսպես իրար դեմ հանելու այդ հանգամանքը պետք է զսպել։ Չի կարելի։ Մենք ընդհակառակը պետքա բռնցվենք, հզորանանք։ Երկու բան կա՝ հզորացնել հայոց բանակը, բերել բալանսի Ադրբեջանի հետ, հզորացնել, կարողանալ Ալիևին մերժել, Ալիևի նկատմամբ այդ չարությունն ու բանը չկա, ինչ ասենք քո ազգի զավակների նկատմամբ, ոմանց նկատմամբ իհարկե իրաց այդքան լավ չեն պահում։ Լավ, կաթողիկոսը մեղավոր է, որ ինքը խախտել է օրենքը, եկեղեցու օրենքն է խախտել։ Ինքը պետք է ուրեմն իմանար ինչ անել։ Առաջի օրվանից, երբ որ ինքը գիտեր, չէ՞ որ դա այդպես է։ Ուրեմն գիտեր, ուրեմն ինքը պետք է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չխառնվեր իրար, երկու մասի չբաժանվեր, ոչ թե գնար իշխանությունը ստանար գար, դարձներ առիթ դա, որ ինքը համարվում է այլ տերության այո, գործակալ, այդպես չպետք է լիներ։ Շատ արագ պետք է այդ գործը կանխեր եւ հանգիստ գնար հանդիպեր երկրի վարչապետին, ասեր, գիտեք ինչ իսկապես դա այսպես է եղել, բայց եկեք ես խնդրում եմ, այսպեսի հարց կա։ Հուսանք որ կլինի Տիկին Ասատերյան։ Ես խաղաղության, հաշտության, երկրի կայունության կողմնակիցն եմ։ Այս իրավիճակը իմ բոլորովին դուրս չի գալիս։ Այդ դեպքից հետո ես որ գնում եմ եկեղեցի, ես մշտապես եմ գնում, ամեն 5 շաբթի օրերը հաճախում եմ եկեղեցի, դա ինձ համար օրենք է։ Ես գնում եմ, բայց մի տեսակ դրա մոտ հասնելուց տարօրինակ զգացողություն եմ ունենում, որ պարակտված է երկիրս, չի կարելի, երկրի ղեկավարն ու կաթողիկոսը, հոգևոր հայրը, իրար հետ ընդդիմանում են, պետք է վերջ տալիս բոլոր բաներին։ Վաղաշաբաթին ընտրությունների հետ կապված ինչ կասեք։ Գյումրի երկու չեղավ, ինչպես խոստացել է քաղաքացիական ես մեկ նախադասություն եմ ուզում ասել, եղել է այդպիսի պահ, այս անցած ժամանակաշրջաներում, երբ որ հաշվում ենք սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան, որ որպես իշխանություն իրենց ժամանակներում ընտրություններ լինի եւ իրենք պարտվեն։ Իշխանությունը երբեք իր օրում չի պարտվելու։ Հիշեք ինչ եմ ասում։ Եթե իշխանություն է, ուրեմն նա ունի բոլոր լծակները իր իշխանությունը պահելու, կամ իշխանություն է կամ ոչ։ Դրա համար էլ խոսում են հիմա արդեն իրենց ռեսուրսների օգտագործման մասին, ավելի շատ վարչական ռեսուրսի օգտագործում է եղել, քան թե։ Ես այդքանը կասեմ, իշխանությունը, եթե նա իշխանություն չի, եթե պարտվեց։ Հասկանալի է։ Իշխանությունը միշտ ունի բոլոր այն լծակները, որոնք նրան կտանեն իր ցանկացած հաղթանակ։ Հետևենք ամեն դեպքում, որտեվ նոր ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, լիցքեր են արդեն, լիցքերը կան եւ տեսնենք այդ լիցքերը որ ուղղությամբ կգնան եւ Մայրաթոր եւ ասենք որ վերընտրված Մեխակյաններ, պարոն Մեխակյանը խոստանում է, որ արդարացնելու է այն սպասումները, որը ունի հասարակությունը։ Ամեն դեպքում ընտրությունների կարգի հետ կապված է։ Տիկին Ասատերյան, տեսեք 50% չի մասնակցում ընտրությունների։ Սա ուր է տանում մեզ, հասարակությունը չի վստահում, չի գնում եւ այս արդյոք ճիշտ է թողնել, որ գնալով այդ տոկոսները քչանում է եւ 2026-ին գուցե նորից մի որոշ հասարակության մի հատվածը ընտրի արդեն մեր հետագա կառավարությանը։ Այն մեր հենց սկզբի խոսակցությունը ամբողջ այն ինչ որ սկսած լրագրությունից խոսեցինք կաթողիկ վարչապետ հարաբերությունից եւ այլն, այ դրա արդյունքն է որ ժողովուրդը չի գնում։ Ժողովուրդը չի կարողանում կողմնորոշվի, ով է ճիշտ, ով է սխալ, ով կարող է գալ իշխանության եւ լինել այնպիսին, որ բավարարի ժողովրդի ցանկությունները, պահանջները, իրավունքները։ Ժողովրդի հետ պետք է լուրջ խոսակցություն տանել։ Ժողովուրդը պետք է վստահի մարդուն։ Օրինակ, հիմա ասենք, այսպիսի լրագրողները, որոնց մասին խոսեցինք, եթե հանդիպեն ինձ, ես կարող եմ, ես նրանց հետ նույնիսկ չեմ խոսի, որովհետև ճիշտ չեն։ Այդպես էլ ժողովուրդն է, ժողովուրդը տեսնում է, որ այս մարդը եկավ, այս բանը արեց, այս բանը չարեց, այսպես է խոսում, այնպես է խոսում եւ այլն, չէ։ Փուլ առ փուլ, գյուղ առ գյուղ, գյուղապետը, ես չգիտեմ, համայնքապետը, այս բոլորը պետք է ընտրությունների ժամանակ մարդկայնորեն հանդիպեն ժողովրդի հետ, նրանց կարիքը, բացերը, մինչև այսօր գյուղեր կան, որ խմելու ջուր չունեն, ինչու պիտի չունենայի։ Քանի տարի է անցել։ 30 տարվա մեջ, 33 տարվա մեջ դպրոցներ են կառուցում, պետք է ասենք, ասում են լավին լավ, դպրոցներ են կառուցում։ Ես անցյալ անգամ ասի, որոշ մարդիկ ճանապարհներ են կառուցվում։ Հիշում եք, որ ասացի, ես հույսով եմ, որ հայ ժողովուրդը այսպես թույլ չի լինի, այդ չի շարժվի թղթե շրեփով, դա իմ ցանկությունն է, ոչ թե այդպես է։ Ես
այ դա է ուզում, որ հայ ժողովուրդը կարողանա ինքն իրեն գտնել։ Այո, այս երկու օրը ես լսեցի էլի YouTube-ում տեսա կարմիր կամուրջ, այդպես էր կոչվում, նոր հանձնել են։ Տեսեք, սա նոր մշակույթ է իրականության մեջ։ Շատ լավ է, ապրեն իրեն, ապրի այդ հովանավորը, որը կառուցել այդ կառույցը, եւ նրա անունը չտվեցին, ինչու, որովհետեւ չի ուզում որ Երևա։ Ես գիտեմ ով է նա, հանրապետությունում այդպիսի մեկը ունենք միայն, որ իր նյութական հնարավորությունների հաշվին ինքը Երևան քաղաքը գեղեցկացնում է, եւ ոչ միայն Երևան քաղաքը, տարբեր տեղերներ դրումներ է անում։ Իհարկե, թող լույս իջնի նրանց հոր գերեզմանին, որ այդպիսի ժառանգներ է ունեցել։ Ուրեմն ինչ է ասելիքս, որ այ այսպես ապրեք, այդպես մեծահարուստները, այն միլիոնատերերը, օրինակ Սերյան Օհանյանը 60 միլիոն դրամով լողավազան է կառուցել։ Կներեք էլի, ես մի ժամանակ առիթ եղավ, որ նրա մասին շատ վատ էին խոսում, ես դրական բան գրեցի հաշվի առնելով նրա պայքարը Արցախյան պատերազմի ժամանակ եւ այլն։ Պատկերացնում եք, ու այ տեսեք, երեկվա այդ լսածից հետո ես այսպես չնայած գիտեմ, որ այսպիսի դվյակները կառուցել են, ոչ միայն նա, ոչ միայն մյուսները, բա զենքեր կռեիք, Հայաստանը, ասում եմ, չինական Պարիզ կապեիք Հայաստանի շուրջ բոլորը, Ալիևը ռիսկաներ հասներ մինչև Ջերմուկի մատույցները, կամ Իշխանասար բարձրանար, կամ Սև լճի չհեռանար։ Հիմա էլ մեքենայով է արդեն ուզում գա Հայաստան, տանկերը մի կողմ է դնում, մենք ճանապարհները սարքել ենք, շատ հանգիստ, ինչպես իր տունը կգա, այսպես ասած։ Ալիևը այնքան զգուշ է իր անձի նկատմամբ։ Եթե Թրամփը նրան ասաց, որ այսպես պետք է լինի, այս խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրեք, Ալիևը չի համարձակվի նման քայլերի դիմելու։ Կգաք այս ճանապարհին կմնա, հայ ժողովուրդը այդքան բարոյազուրկ չի, որ թույլ տա այդպես լինի, եւ կամ եթե գալիս է, եթե պետական հարաբերությունները այնպես են հաշտվել, դե չեք տեսնում, դեռ չեն հաշտվել, ծորենը բաց թողնում իր տարածքով եւ այլն, քայլերի մեծահոգի է, չէ՞ մեր հանդեպ։ Իհարկե, շատ դրա զուգահեռ մեր գերիներից մեկի վիճակը այնքան է ծանրացել, որ արդեն սալյակի կարիք ունի, չի կարողանում քայլել։ Շատ բարի այս հոգի բոլորը արիվ է։ ինքը անում է, որպեսզի Թրամփին եւ մյուսներին, Թրամփին առավել եւս ցույց տա, որ ինքը ինչ բան ազնվական, մեծահոգի ազնվորություն է, որ տեսեք, արդեն ինքը այդ ճանապարհները բաց է արել։ Բայց դրա զուգահեռ տեսանյութեր են արդեն համացանցում տարածում, թե ինչպես են իրենց աշակերտներին հային նվաստացնելու ձևաչափը սովորեցնում։ Ոչ միայն հային նվաստացնելու, այլև իրենց բոլոր դասակարգերում հայատեացությունը սկսվում է այն վաղ տարիներից, երկրորդ, երրորդ դասարաններից արդեն այդ բոլոր բաները կա, հատուկ հայերեն է սովորացնում նրանց, ինչու պատրաստում։ Ինչի է զինվում Ալիևը։ Զինվում է մեր համար, զինվում է ոտքից գլուխ, զինվում է անընդհատ, այդ մարդը օր ու գիշեր իր ուտելու կամ սնվելու փոխարեն երևի անընդհատ լցնում է իր զինանոցը։ Ուրեմն ոչ միայն լցնում է իր զինանոցը, այլև 50,000 պակիստանցիները բերել, ահաբեկիչներով լցրել է Ադրբեջանը, պատրաստում է, ում դեմ է պատրաստում։ Եկեք մի հատ խորը մտածենք, ասում են Իրանի, Ռուսաստանի կամ, բայց ոչ Հայաստանի, չգիտես ինչ ասում են, ոչ Հայաստանի, Հայաստանի համար պետք չէ զինվել։ Խոսակցություն է գնում նաև Իրանի դեմ, ատրպատականը, նա չի մարսում, որ ատրպատականը Իրանի կազմի մեջ է մտնում, էլ չգիտել, բայց ես այս երկու օրը կարդացի ադրբեջանցի մի գրողի, որը ապրում է Ամերիկայում, անունը չեմ հիշում, Ագիվ կարծեմ, ուրեմն ասաց, որ ես ադրբեջանցի եմ Ալիևի մասին եւ իր ընտանիքի բոլոր իրականորոշ, բոլորը դրանց ցեղի Թաշաևների բանի մասին մանրամասնորեն խոշոր գիրք է գրել եւ ինքը մտնում է այն անձանց ցուցակի մեջ, ովքեր որ Ադրբեջան չպետք է մուտք գործեն։ Ասեց ես ընդհանրապես Ադրբեջանի քաղաքացի չեմ եղել, երբեք, որտեղ Ադրբեջանը պետություն չի։ Ադրբեջանը երբեք պետություն չի եղել։ Տեսեք, ադրբեջանցին ասում է, Ադրբեջանը պետություն չի։ Հիմա չստացվի այնպես, որ մերոն գնում է խաղաղության, ես այսպիսի բաներ եմ ասում։ Իհարկե ես կասեմ այդպիսի բաներ։ Ես չեմ կարող չասել։ Նա իմ հայրենի Հայաստանի տարածքներից, սովերեն տարածքներից դեռ դուրս չի եկել, նստած է Ջերմուկում, նստած է Սև լճում եւ այլ տեղեր, որոնցից պետք է պահանջել։ Օրինակ, գիտեք ինչն է ինձ ցավ տալիս, որքան էլ որ ես չուզենամ որևէ բացասական բառ ասել այսօրվա իշխանության մասին, որտեղ ես չեմ սիրում ընդհանրապես, որտեղ եթե ես ապրում եմ մի տեղ, մի վայր,
որի ղեկավարի մասին ես պիտի վատ բան ասեմ, ուրեմն ես չեմ կարող այդ տարածքում ապրել։ Ես չեմ կարող ապրել։ Պետք է կարելի է սխալների մասին խոսել, քննադատել, կոչ անել, ցույց տալ ճանապարհները։ Օրինակ հանրային խորհուրդը ինչ է անում։ Հանրային խորհուրդ ունեն, կարծեմ 40 հոգից բաղկացած։ Ովքեր են այդ հանրային խորհրդում եւ ինչ խորհուրդ են տալիս վարչապետին։ Օրինակ Ամերիկայից եկել էր բայց ասում են վարչապետը խորհուրդներ չի լսում, Թրամփի են ասում։ խորհրդականն էր, կարծեմ կին էր, եկել էր այստեղ, հետո երևի գնաց Ադրբեջան։ Օրինակ կարելի էր, չէ, առաջ քաշել դրա մոտ, առաջ քաշել Քուչերի մասին է խոսքը, պետքարտուղարության այցը հեսա։ Սև լճի, Ջերմուկի 250 կիլոմետր տարածքի առևագվան էսկալացիայի ենթարկելու վերաբերյալ այս խնդիրները դնել դրա առջև եւ ասել, որ խնդրում ենք զեկուցեք պարոն Թրամփին, բայց չէ որ Թրամփը ասեց թե կլինեն խանգարող հանգամանքներ անպայման ինձ զանգարեք։ Ես սպասում եմ սահմանազատման գործընթացին կարվի եւ մենք մեր դիվանագիտության մեջ շատ թույլ ենք։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Ալիևը մինչև վերջ աշխատեց եւ Արցախը գրավեց Մոսադի պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ։ Հետևաբար նա տոն տվեց Նեթանյահուին։ Իհարկե, Նեթանյահուն պետք է պաշտպաներ Ալիևին, չէ՞։ Նա այս շնորհիվ Նեթանյահուի Թրամփը ասում է, որ ինչ ուզում եք արեք, ես պաշտպանելու եմ Նեթանյահուին։ Հետևաբար Թրամփը Նեթանյահուի խոսքից դուրս չէր գալ։ Էրդողանն էլ հիմա չի կարողանում հախից գալ Նեթանյահուի։ Տեսեք, մեկը մյուսի դեմ խաղը սկսեց, նույն շրջանակն է։ Գիտեք, ճանաչելով Էրդողանի գործողությունը շատ խորամանկ է։ Ես ոչ էլ հավատում եմ դրան։ Նա մուսուլմանական աշխարհի այդ լիդերի պաշտոնը չկորցնելու իր նկատմամբ այսպես բան անելու, սեր վերաբերմունք ստեղծելու, որտեղ հերահար նպատակներ ունի թուրանականիչ ծրագրի վրա աշխատում է նա երբեք դրան բան չի անում, մանավանդ գիտի որ Նեթանյահուն մոտ է Թրամփի հետ, իսկ այս տարածաշրջանի կարգավորման մեծագույն խնդիրը նաև Նեթանյահուի Թրամփի ձեռքին է։ Դա տեսեք ինչ տեսեք Ֆիդանն էլ չէ հայտարարեց որ ներողություն եմ խնդրում որ ձեզ ընդհատում եմ ուղղակի մեր ժամանակին եմ նաև որ ավարտվում է դրաման ուզում եմ անպայման անդրադառնալ տեսեք անդադ խոսում ենք Էրդողանի մասին Թուրքիայի հետ հարաբերությունները իշխանություններն ասում են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորվել են Հայաստան եւ Թուրքիա բայց Ֆիդան ինչ արեց օրեր առաջ հենց հայտարարեց որ քանի դեռ ստորագրված չէ համաձայնագիրը խաղաղության Ադրբեջանի եւ Հայաստանի միջև իրենք չեն պատրաստվում մենու հետ հարաբերությունները կարգավորել։ Այո, նրանց պաշտպանության նախարարը ով էր երեք ես լսեցի նրան ասում է մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը, այո, ասացի, մենք Հայաստանի հետ ուրեմն նրանք իրենց հարցերը թողել են Ադրբեջանի վրա, որքան էր որ խոսակցություն է գնում, որ հերոյ է պահում իրեն Էրդողանը Ալիևից եւ այլն, այսպեսի բաներ կան, խնդիրներ կան էլի, որովհետեւ Էրդողանը այդ Ալիևը Նեթանյահուի հետ այդպեսի մտերմական կապերի մեջ է, արդեն գիտենք այդ խնդիրը, միևնույն է Էրդողանը պաշտպանում է Ալիևին։ Ասում է բոլոր հարցերում մենք սատան ենք լինում Ալիևին։ Այսինքն նույն Թուրքիան է։ Սա նույն Թուրքիան է։ Ես Հայաստանին այսօր այսպես մենք բան չենք ասում, ես ուղղակի ոնց են ասում լեզուս կծում եմ հաճախ որ որևէ բացասական բառ չխոսեմ այս ուղղությամբ, որովհետև մի օրվա խաղաղությունն էլ մեր համար մի օրվա հզորանալու հնարավորություն է տալիս։ Մենք պետք է դրա վրա աշխատենք հայերս, այս ինչ ենք դարել։ Ինչու ենք այսպեսին, ինչու ենք անընդհատ իրար այսպես թշնամանքով դավադրաբար մոտենում, չի կարելի։ Մեր ամբողջ նպատակը պետք է լինի Հայաստանի հզորացումը։ Այսօր բոլոր իրենց անձնական այդ գործերը պետք է մի կողմի վրա թողնեն։ Ինչ անենք, որ Հայաստանը լավանա։ Ինչու ես խոսեցի այդ ազգային խորհրդի մասին։ Անպայման իրենք պետք է հավաքվեն։ Կանչեն վարչապետին հրավիրեն, նստացրին մի օր նվիրեն գոնե դրան, մի օր հրավիրեն վարչապետին, ասեն գիտեք ինչ այս խնդիրները այսպես է, նախ վերլուծեն իրենք, համոզից ձևով ասեն այսպես է, եկեք մի անգամ համարձակորեն բարձրացրեք այդ խնդիրը, Հայաստանի տարածքների խնդիրը, կամ այսօր ուզում են որոշել են, որ այդ տարածքային ամբողջականության հարցով է դեմիլիտարիզացիա անցկացնել եւ դա սկսել Սյունիքից, ոչ Սյունիքից ինչ են սկսում։ Սյունիքից առանց էնել այդ Թրիմփ ճանապարհը կառուցում են 43 կիլոմետրը,
Ամբողջ աշխարհի աչքը վրան է արդեն 60 կիլոմետր լայնությամբ։ Այդ 60 կիլոմետրը 43-ով հələ հաշվեք, դա այդ Հայաստանի կեսը Սյունիքը համարյա իրանց ձեռքին է անցնում։ Չի կարելի, պետք է երկ որոնել, խորհուրդ ստեղծել, որոշել մասնագետների միջոցով, եթե անենք այսքան տարածք է, այսքան կլինի, այսպես կլինի, արդյոք Հայաստանը տերը կամ ինչ են շնակում 99 տարի, 100 տարի։ Ոչ, մի 20 կամ 10 տարի, 20 տարի գոնե, այդ 20 տարի հետո ամեն ինչ կերևար, որտեվ թուրքը այնքան խորամանկ է, եւ թուրանական ծրագիրը թուրքական որակի թուրք ազգի Էրդողանն էլ ձերքի այսպես կարևոր գործիքը համարվում է Ալիևը իրենց միջոցով ուզում են այս տարածքը բոլոր դեպքերում եթե ոչ հայաթափել հայազրկել ապա հայկական պետության խնդիրները լուծել ինքներն լուծել սա է խնդիրը մենք պետք է զգաց լինենք ստապ լինենք իմ ամբողջ ասած սա է եկեք մի կողմ թողնենք իրար նկատմամբ այս ատելությունը այս հայկական ատելությունը, որովհետև հայերս այդպեսին չեն կերել։ Սրբազան լեռան սորոտին, աստվածային լեռան կողքին ապրող մարդը մի քիչ ներքին մաքրություն, ներքին էնտուզիազմ պետք է ունենա իր երկիրը լավ պահելու, ուր է հայկական թասիբը, հայկական հպարտությունը, արժանապատվությունը։ Տիկին Ասատերյան, այսօր ամբողջ աշխարհում նշվում է երեխաների օրը, երեխաների համաշխարհային օրն է։ Ընդ որում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ուղերձով է հանդես եկել եւ այնտեղ մատնանշում է, որ մեր երեխաներին պետք է կարողանանք ապահովագրել բռնությունից, նրանց տալ համապատասխան կրթություն։ Մի խոսքով մեր երեխաները պաշտպանված են։ Մեր երեխաները եթե պաշտպանված լինեին, ընդամենը 2-3 ամսվա ընթացքում 2 տարեկան երեխան չէր մահանա խեղդվել է գետում թե խեղդել են, չգիտեմ, այդպես է չպարզվեց, հետո իր հայրը մահացավ շատ ափսոս։ Ընդամենը 3 տարեկան երեխային իբր թե հայրն է սպանել, այլ լուրերով ինձ ասացին, որ դա սատանիստների ձեռքի գործն է, չեմ կարող ասել։ Պետք է իմանաս, դա ինչ է, սուտ լուրեր տարածել չեմ սիրում։ Ուրեմն, տեսեք, երեխաներ կան, որոնք օրինակ 2 օր է ես անցնում եմ եւ տեսնում եմ, որ բարեկամության մետրոյի մոտ 17-18 տարեկան մի տղա պարկած է հատակի վրա։ Անցյալ օրը մոտեցա ներքին գործերի աշխատողին իրենց ասի ներեցեք, արդեն 2 անգամ ասում դառնում այստեղ այս երեխան այստեղ պարկած է։ Ձեզ ոչ մեկին չի հետաքրքրում թե ով է նա, ինչ վիճակում է։ Այսինքն այդ անտարբերությունը երեխաների նկատմամբ, սերնդի նկատմամբ մեզ լավ բանի արժև չի կանգնեցնելու։ Սա այդ երեխան մեր գենն է, մեր վաղվա օրն է։ Ինչ տվեցիր այդ երեխային վաղ նրանից սպասի։ Լոռիում անչափահաս որդին դանակահարել է հորը մորը նեղացնելու եւ ծեծելու համար։ Ուրեմն տեսեք, կամ թմրամոլ է եղել 100%, որտեղից է գալիս։ Անցյալ անգամ որ մենք խոսեցինք, ես կարծում եմ, ես որ այս մասին ասեցի, թմրամոլությունը խեղդել է Հայաստանը, որքան էլ որ մեր ներքին գործերը, այսպես ջանադրորեն ամեն կերպ աշխատում են, որ կարողանան ազատվել դրանից, միևնույն է, բոլոր ճանապարհներով հասցնում են Հայաստան։ Ծնողները չգիտեն, որ իրենց երեխաները դրանով են զբաղվում, իհարկե գիտեն։ Յուրաքանչյուր հարևան, դիմացին լինի, կողքին լինի, գիտի, որ հարևան տղան թմրադեղեր է օգտագործում։ Այդ պահելով լավություն չեն անում, կամ տարեք բուժման, կամ թույլ մի տվեք, կամ դիմեք ներքին գործերին, հայ հասարակությունը ինքը պետք է կարողանա իրեն պաշտպանել։ Այս ինչու է իրեն այսպես անտերության մատնել, ասում է դե միևնույն է, էլի ներքին գործերը կբռնեն իրանք, մյուսները իմիջ գործն է, ախր այդ իմիջ գործը չի։ Մենք յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր քայլերի համար, մեր երեխաների համար, այո, մեր երեխաներին պետք է շատ զգուշ լինենք։ Մի քիչ անփույթություն կա։ Ճիշտ է, դպրոցները հիմա բավականին զգուշացել են այդ դեպքերից հետո երբ որ տարածվեց որ դպրոցում օգտագործում են հսկողությունը բավականին շատ է ներսում էլ մարդիկ կան որոնք արագ կարգով տեղակ են պահում բայց կան բաներ որոնք Հայաստանում դե Հայաստանը այսքան լցված է օտարազգիների նրանք գալիս են նրանք իրենց հետ ասված գիտի ինչ ճանապարհներով բերում են գիտեն այդ ճանապարհները Անհրաժեշտ է որ հայերս կարողանանք մեզ պաշտպանել։ Սա է խնդրանքս մեր ժողովրդին։ Ամեն մեկը ձեր հարևանից սկսած, բարեկամից սկսած, հետևողական եղեք նրանց երեխաների նկատմամբ, սրանք մեր երեխաներն են։ Ճիշտ է, հարևանի երեխան է, բայց նաև իմ երեխան է, ձեր երեխան է։ Եկեք միասին բոլորս մեր հայկականությունը կարգին պահենք, բարձր մակարդակի վրա պահենք, որ այսպիսի թեմաների մասին խոսակցություն չլինի։
Շատ կուզենամ, որ մեր մյուս հանդիպումը մի գեղեցիկ, մի լավ բանի շուրջ լինի, սիրելի Մարի, որտեղ այսպես չի լինի, մենք այսպես չենք կարող ապրել։ Մեր օրերը դաժան են, մենք ամեն օր մտածում ենք, թե վաղը ինչ ենք լսելու։ Իսկ վաղը որտեղ ինչ երեխա, ինչ է կատարվելու այդ երեխայի հետ։ Ինչպես կարելի է 3 տարեկան երեխային սպանել։ Ես ինչպես ասեմ, որ Հայաստանում ամեն ինչ լավ է։ Նշանակում է չի աշխատել է գյուղապետը, համայնքապետը, գնացել են մի օր այդ մարդու, այդ աղքատ մարդու ընտանիքը, դրանց սոցիալ Գումարները ժամանակին տեղ են հասել։ Տեսեք, Նույնիսկ հաշվել են 180,000 դրամ ամսական նպաստի այդ գումարը ընտանիքը ստացել Նե է։ փողը կարող են տալ, փոստատարին նա տանի հանձնի, բայց բարոյա հոգեբանական վիճակը, դասիրակությունը արդյոք արվել է դա։ Չէ որ իրենք գիտեին, ուսուցիչներ կան այնտեղ, հոգեբաններ կան, եթե գիտեք այդպեսին ուրեմն լրջագույն հսկողություն սահմանեք, այդ երեխաներին պետք է վերցնեիք եւ տայիք մանկատներին, ոչ թե թողնեիք այդ ծնողների մոտ։ Մանկատները բայց մի բան չի, Տիկին Ասատերյան, այնտեղից էլ բողոքներ կան։ Մի ժամանակ ես որ Հայաստան աշխատող ամսագրի մոլու մանկան բաժնի վարիչն էի, շուշուտ գնում էի մանկատները ստուգման։ Եղել եմ Կամոյի մանկատանը, տարբեր տեղեր, Նորքի երկրորդ զանգվածի, Զադիկ մանկատանն եմ եղել, ամեն տեղեր գնացել եմ ստուգման, նույնիսկ կազմակերպեցի մի քիչ ուտելիք բան տարանք Զադիկ մանկատան երեխաներին եւ խոր սրտի ցավ ապրեցի, բարձր դասարանցիները մոտեցան ինձ ասին Տիկին Ասատրյան, վաղը որ մենք դպրոցն ավարտենք, որտեղ ենք ապրելու։ Այսինքն Հիմա կարծես թե այդ խնդիրը լուծված է, բնակարանների Ես հարցը այդ եմ ասում, ես դրանից հետո ինֆորմացված չեմ, չգիտեմ թե մանկատները արդյոք դերություն անում են, թե չեն անում երեխաներին, շատ լավ է որ անում են։ Սա արդեն միակ դրական բանը որ կգնա իմ միջով այսօր, այս հաղորդումից հետո, այ դա էր, որ երեխաները մանկատան ապահովում են բնակարանով, նույնիսկ ամուսնանում են իրար հետ, այս սա շատ դրական։ Այսպես պետք է լինենք։ Իրար ձեռք մեկնելով մենք կարողանանք գլուխ բարձրացնել այս աղքատությունից, այս կոտորածից, այս հիվանդություններից, այս դժբախտություններից, իրար հանդեպ այս ատելությունից, մենք պետք է իրար հանդեպ սատար լինենք։ Սա է իմ ոնց ասեմ, ցանկությունը, աղերսը եւ օրհնությունը իմ ժողովրդին, որ փորձանք անպատերազմ ապրեինքը այնքան հզորանա, որ հպարտությամբ ես չգիտեմ դա կտեսնեմ թե չէ, որ ես հպարտությամբ ասեմ ես փողոցով եւ մենք տեսնելու ենք, մենք տեսնելու ենք ձեզ առողջություն, ուժ, այնպես որ մեզ հետ հավասար դուք եք այս գործընթացների մեջ Հետևենք զարգացումներին, Տիկին Ասատերյան, շատ շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եղաք, կարծում եմ հարցերը շատ են, ձեզ հետ կարելի է ժամերով խոսել, բայց մեր եթերաժամանակը ավարտվեց։ Ես ասեմ, որ հեռուստադիտողներից զանգ ստացա մի քանի րոպե առաջ եւ հիմա զանգը չեմ տեսնում։ Եթե զանգը լիներ, մենք կփորձենք YouTube-յան էջում զանգին պատասխանել, բայց զանգ այս պահի դրությամբ արդեն չեմ տեսնում, այնպես որ հաղորդումը այսօր ավարտում ենք։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։